Մայիսի 10-ին ողբերգական ավտովթարի մասին լուրը ցնցեց բոլորին։ Կայծակնային արագությամբ տեղեկությունը տարածվելով կարճ ժամանակում հայտնի դարձավ հազարավոր մարդկանց, հուզեց մինչև հոգու խորքը։ Վերջերս բնակության համար Հայաստան տեղափոխված Ամերիկայի զույգը զոհվել էր։ Կենսուրախ մարդիկ, ովքեր ծնվել ու մեծացել էին Միացյալ Նահանգներում, ամուսնացել անցյալ օգոստոսին, իսկ հունվարից Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել իրենց երազների երկիրը հայրենիք։ Երիտասարդ ամուսիններ Սոսե Թոմասյանն ու Ալեն Եկիկյանը ունեին անհավանական մեծ ընկերական շրջապատ։ Սիրված էին այնպես, որ մինչ օրս շատերն ուղղակի չեն կարող հավատալ պատահածին։ Մյուսներն հաշտվել են գտնելով ինչ-որ մխիթարություն, իսկ ոմանց համար էլ դեռ ժամանակ է պետք։ Իրենք այնց ազնիվ մարդիկ էին, այնց լավ, այսինքն ուր որ գնում էին մարդկանց կյանքում, այսինքն մի հատ դեր էին խաղում։ Դեգուս բուջուր չափով, բայց այսինքն դեր խաղում մարդկանց կյանքի մեջ այնքան լավն էին։ Երկուքնա շատ խելացի անձեր էին, այսինքն երկուքնա ուսումը ստացած հայրենասեր երիտասարդներ էին եւ նույն adենը, որ իրենք շատ հայրենասեր էին եւ այսպես քաղաքական հարցերու շուրջ, պատմական հարցերու շուրջ հետաքրքրված էին, ուրիշ հետաքրքրություններ ունեին, այսինքն արվեստական, քերարվեստական բաներով, շատ հետաքրքիր անձեր էին, երկուքնա շատ դաղանտավոր։ Ալենը երկար տարիներ Միացյալ Նահանգներում աշխատել է հայտնի Ասպարեզ թերթի անգլերեն բաժնում։ Զույգը հայ հեղափոխական դաշնակցության տարբեր կառույցներում բազմաթիվ ծրագրերում է ներգրավված եղել։ Հատկանշական են Գյումրի քաղաքում ամեն տարի անցկացվող բակային ջամբարները, որոնք Ալենն ու Սոսեն կազմակերպում էին մեծ խանդավառությամբ, սիրով ու ոգևորությամբ։ Այս ջամբարը թողնում է մեր երեխեքին մենք սերունդներ մոտեցնենք, իրենց հայ պահենք եւ ինձ թվում է, որ մեր երեխեքին բերել այստեղ մի կերպով օգնում է, որ մեր երեխեքը հայ մնան, Սփյուռքի երեխեքի հայությունը ամրացնում է։ Երևանում Ալենը արդեն մի քանի ամիս աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում եւ Civilnet կայքում։ Երիտասարդ զույգը հայրենիքում մի շարք ձեռնարկումներում եւս ներգրավված էր։ Սոսեին եւ Ալենին ծանոթացել եմ AYF-ի միջոցով, հայ հեղափոխական դաշնակցության հետ։ Միասին սկսանք այնտեղ մեր ընկերությունը եւ միասին աշխատեցանք դարբեր ծրագիրների վրա։ Իրենք ուզում էին, որ Հայաստան տեղափոխվեն, ուզում էին, որ միշտ Հայաստանի համար մի բան անեն, ամեն իրենց քայլերը Հայաստանի համար էր եւ էդի իրենց երջանկություն կբերեր։ Իրենք շատ դիպար երիտասարդներ էին, ազգանվեր, հայասեր եւ ոչ այդ գիտեք այդ երազանքներով տարապած սփյուռքահայ հոգեբանությամբ չեկան իրենք Հայաստան։ Իրենք Հայաստանը շատ լավ ճանաչում էին, իր ամեն ինչով, իր լավով, իր վատով, իր հերանեկարներով, իր դժվարություններով, իր մարտահրավերներով եւ այդ բոլորը իմանալով իրենք այդ որոշումը կայացրեցին, որ իրենք որպես նոր ամուսնացած զույգ պիտի սկսեին իրենց օջախը հիմնել հենց Հայաստանում։ Ալենի ու Սոսեի նվիրական երազանքներից էր ապագան կառուցել իրենց պաշտելի հայրենիքում։ Նրանք այնքան իրատեսական էին մոտենում այս երազանքին, որ շատ շուտով նպատակ դարձրեցին, իսկ հետո իրականացրեցին մեծ եռանդով ու սիրով։ Մեր խումբը, մեր ընկերները այդ երազանքը միշտ ունեինք։ Բոլորս էլ այդ խումբի մասնակիցները միշտ այդ երազանքը ունեինք եւ միշտ դրա մասին խոսում էինք, բայց իրենք էդի իրականացուցին։ Էդա լավ բանը։ Գիտեին Հայաստանի խնդիրները, այսինքն ռոմանտիկ ձևով չէին մոտեցած Հայաստանում, եկել են այստեղ երիկինի որ աշխատեն, ապրեն ու ինչքան կարողանան իրենց քույրերուն եւ եղբայրներուն օգնեն։ Իրենք հadoop էին, դարբերվում էին մույսերից, քանի որ երբ որ Հայաստանի մասին խոսում ենք, իրենք չէին խոսում միան այսպես պատմական բաներու մասին կամ հուշարձաններու մասին, խոսում են ժողովրդին մասին, խոսում են ներկա լուրերուն մասին, ինչ է կատարվում, վատ բաները, լավ բաները, այսինքն շատ ռեալ դեսանգունից մոտենում էին Հայաստանի հարցերու շուրջ եւ Հայաստանը կարևորում էին, այսինքն շատերը Սփյուռքի մեջ կամ հայ իրականության մեջ այդպես չէ որ միշտ Հայաստանը կարևորում են
այսինքն հայկական հարցեր լիքը կան, սփյուռքի մեջ հարցեր կան, բայց իրենց համար հայրենիքը մեր այս անկախ հայրենիքը ունենալը շատ կարևոր բան էր եւ ոչ թե միայն այդ քաղաքապարը, որ անկախություն հայրենիքի քաղաքապարը, բայց ժողովուրդը, որ այստեղ ապրում է, ինչ է իրենց վիճակը եւ այլն, ինչպես իրենք կարան մաս կազմել այս երկիրին աբակային, այդ հարցերը միշտ իրենց մեջ գար։ Հայաստանում ամուսնանալն ու պսակադրության արարողությունը հենց հայրենիքում իրականացնելը զույգի երազային նպատակների մի մասն էր։ Ծաղկաձորի Կեչարից վանքում օգոստոս ամսին հեքիաթային մի պսակադրություն տեղի ունեցավ։ Այս արարողությունը սիմվոլիկ իմաստով արդեն իսկ փաստեց, որ Ալենն ու Սոսեն իրենց կյանքը երազ պիտի դարձնեն, գեղեցիկ անսահման, իսկ երազը կյանքի պիտի կոչեն, իրականում ապրելով նրա մեջ։ Անվան փոր եւ որդվո եւ հոգվույն սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Այո, Հայր Սուրբ, Տերը։ Այո, Հայր Սուրբ, հնազանդ եմ։ Ես երկուքին ծանոթ էի նախքան իրենք իրար հետ լինելը եւ երկուքին մեջ մեծ փոփոխություն տեսա, երբ որ իրար հետ այսինքն ծանոթացան եւ հետո ամուսնացան։ Այսինքն էդի կարծեմ շատ կարեւոր բան էր իրենց կյանքին մեջ եւ ամենամեծ ուրախությունը Ալենին եւ Սոսեին մեջ այդ բահին տեսա ես։ Չնայած հոգեկան ապրումներին, հուզվածությանն ու դառնությանը Սոսեի ու Ալենի մասին խոսելիս ընկերների դեմքին մեղմ ժպիտ է հայտնվում, որովհետև զույգի մասին հուշերը անչափ լուսավոր են, ճիշտ իրենց էությունների նման, ճիշտ իրենց երազանքների ու նպատակների նման։ Սոսեին ես միշտ հիշում եմ իբր շատ ժպտեր ես։ Միշտ երբ որ իրան դնում էի, միշտ ժպտում էր, շատ պոզիտիվ անց էր, փորձում էր շատ բաներ մշակել, վերջին անգամ հիշում եմ Հոյեշտայի յուտքոր պրոգրամի համար ուզում ենք բաժակ սարքել եւ դրա մեջ ինքը մտածել էր մի միտք, որ ոնց կարաս դրա մեջ դորտ սարքես։ So այդենց հետաքրքիր կոնցեպտներ էր ստեղծում եւ միշտ մթնոլորտը չերմացնում էր։ Ալենին վերջի անգամ դե մեզ միսի խանութ ունեմ ու Ալենը մտավ ինքը եւ իր մտերնիկերը բաբկենը մտան ու ձերը մեծ գաղամ կար։ Ես գադագի ծավալ ասի գաղամ բերել ես միսի խանութի մեջ ինչի համար։ Սենց գադագ ենք բիտանի անգամ մի 5 րոպե խոսացինք գնաց։ Վերջին անգամ երբ որ Ալենը եկավ, գնացինք իրան օթագայանից բերեցինք եւ դեղավորեցինք իրանց նոր տան մեջ, դեռ Սոսեն չէր եկել։ Վերջին անգամ ես Ալենին այդ անգամ եմ տեսել։ Ալենը 8 դուփ բերել էր հետ Ամերիկայից եւ փորձում էր այստեղ հարմարվել եւ լավ էր ստացվում իրանց մոտ հարմարվելը եւ լավ նշան էր դա, քանի նշանակում էր որ այլևս Հայաստանը այդտեղի այդ վիճակում չէր որ ասենք մարդիկ միան թողելու էին, մարդիկ գալու էին եւ գալիս են։ So հույսով եմ որ դա կշարունակվի, որ իրանց ստեղծած շարժը, ոգևորումը եւ այդ ուժը դակնաբը որ անցել են գարշ չմնա, չվերջանա։ Հայրենադարձների համար փոքրիկ ժողով կար Երևանում, այստեղ այնտեղ իրենց տեսա եւ իրենց կյանքի մասին պատմում էին, Հայաստանի մասին ինչ են անում եւ շատ ուրախ էին, շատ ուրախ։ Միշտ այդպես եմ հիշելու իրենց։ Հրայր Մարուխյան հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը արդեն տարիների հայրենադարձ է։ Սոսեի ու Ալենի այն լավագույն ընկերներից, ով նպաստեց, որ երիտասարդներն Հայաստանում հնարավորինս հյուրին հարմարվեն կենցաղային եւ այլ առանձնահատկություններին։ Սոսեն նախքան Հայաստան տեղափոխվելը ինձ եւ իմ ընկերուհուս Սալփին գրում էր, որ մենք գալիս ենք արդեն եւ ուզում էր, որ մենք որպես ավելի մեծ եւ քանի որ մենք արդեն շատ տարիներ ապրել ենք Հայաստան, որ իրեն օգնենք, որ որտեղից կարող է ինքը գտնել գահույք, որտեղ պետք է գնա վարսավիր գտնելու համար եւ այլն, ասես մանր-մունուր կենցաղային հարցեր եւ այլն, հաճախ գրում ենք, մեր խորհուրդն ենք տալիս, հետո մի քանի անգամ բնականաբար շատ անգամներ հանդիպեցինք իրենց հետ, ու ես ճամփորդել էի, մի ամիսով Երևանում չէի, ու ինքը ինձ գրել էր, որ իմացիր մի բան, ես վերջապես դիվան գտել եմ,
այդ խանութից, որ ես էի արել իմ դանկահույքս, ինքը նաև իմ աղջկաս, իմ դուստրիս Դվինի հետ շատ մոտ էր, հաճախ հանդիպում էին, վերջի անգամ իրենց Թիֆլիս չգնալուց 3 օր առաջ գրել էր, որ Դվինի հետ պիտի հանդիպի, իմ համարը կորցրել եմ, խնդրում եմ համարը ուղարկի, սենց ես ասի հա հոգիս անպայման, որ վերադառնա կհանդիպենք ու այդ եղավ մեր վերջի հանդիպումը, շատ եմ ցավում, որ վերջի անգամ չկարողացա քրկել։ Իրենք այդքան դանատավոր, այդքան բարի մարդիկ են, որ ես վստահ եմ շատ բաներ պիտի անեին այս երկրի մեջ։ Դա ամենացավալի բաներից մեկն է, որ ամենքս զգում ենք, որ ծանոթ ենք իրենց, որ պոտենցիալը շատ էր։ Ես շատ բաներ սովորել եմ երկուսից։ Ես շատ ուրախ եմ, որ արիթ ունեցա իրենց հետ ծանոթանալ, մոդիկ ընկեր լինել իրենց հետ։ Եվ չգիտեմ, պետք է վերջավորության հիշենք ինչ թանկ է կյանքը եւ ինչ հեշտությամբ կարա այսինքն մեր ցերկեն խվի դրա համար այդ մարդիկ որ կարևոր են կյանքիդ մեջ պետք է միշտ ցույց տաս որ իրենք կարևոր են Թեև երազներն աստղերի պես անհասանելի են երիտասարդ մի զույգ կարողացավ հասնել իր աստղին ափերի մեջ փայփայել այն ապացուցելով որ անհասանելին անհնարինը չէ Ալենն ու Սոսեն որսացին իրենց երազաստղը շոշափեցին այն ապրեցին նրա հետ ու նրա մեջ միայն ափսոս կարճ ժամանակով ցնցող ողբերգությունը զրկեց մեզ Ալենի ու Սոսեի ֆիզիկական ներկայությունից սակայն առավել ամրացրեց նրանց մեծ հոգիներում ու հիշողություններում նրանք հեռու են այնքան ինչքան աստղերը նրանք փայլուն են այնպես ինչպես աստղերը բայց եւ մեզ հետ են այնքան ժամանակ ինչքան ժամանակ որ տեսնելու ենք աստղերը